փողոցը պատի վերջը գրում են, ինձ են կողմնել մինչև քանդած։ Եթե մի քիչ խոր կգնաս, ավելի փոստեր են։ Այն Երեխեքին մի հատ խաղալու տեղ չկա, զիպլանոցում ապրում ենք, ժամանակին ասում են Ադրբեջանի հայ գյուղերը, ասպալտապաչ, մեր քաղաքին կպած թևըտ բաց, իրկուն ընգա փոսի մեջ, թևըտ նայր։ Այս փոսերն ա, որ ես ովան այս խեշկանոչ հալա, ոչին կայմ քայլենք, Կոտրել եք թևը, թե? Չգիտեմ, կողմանոց չեմ, ի վիճակ էլ չեմ, որ ես վեշտի գնամ։ Հետը աղջկան տարել է, թորի տարել է տիահատման, մալաչայի հիվանդանոց, կույրաղի կհանել են, 175,000 ուզում է, որ իներ բարձով ապրում։ Ինչ ան էդ խեղճ աղջիկը։ Ինչ անի, որ Իգունը ճանապարը գնալուց մարդիկ հետ խոսերը Արամ մի հատ նայեք ճանապարը Մի հատ լույս չկա, որ են Ստեղել չէ, ոնց որ տեսնում ենք ստեղել ասվալտը նորմալ Ինչպես է տղես Ցածի բայնը զավնդակը գնալ լրիվ խոսեր են Մինչև մարդիկ այնած է, սպիտակ դես, հատիջոնը, եկը ստոլբեց վրա, լույս չկա, բան չկա, ես միցքատ է, երկու հատ լույս տունեն հերիք։ Մեկ արելով իչեք մինչև վերջ, տեսեք ընդեր ինչ է։ Ինչ է ժողովուրդը տեսնում, ինչ էլ կա։ Ասացեք, որ մինչև ուղորդ է, լուսավորություն անգամ չկա։ Չէ, մի հատ իշտեն տեստեն, են կոմ ով է գալ։ Իշտեն տեստեն։ Ով է գալիս ընդհանրապես։ Գնա չի կարել, ես է որն է, բարակ վասն։ 400 ձայն անգելիս։ Ոչ մեկը չի թեգում է։ Ինչի համար չեն թեքվում Լուսավորության համար, ասվալտի համար, թեգուզ ես իբեր խմելու ջուրը պաշեցին, բայց նորմալ ջուրը չեք տենը, ամեն ինչի համար։ Այսինքն անջատում են ջուրը, թե ինչ-որ վտանգված է Ուղղակի Այստեղ խոսքը միայն այս դեր մասին, երկեր քանդում են մութ եմ ընգնում է իր ասում ես տեղ իշնելու։ մոտ 300 ընտանիք մարդ ապրում այստեղ լուսավորություն չկա, ռիշ չեն անում գնար, շները հարցակում են այդ հետևի կողմը լիքը ասա մեկը 10 որ հասկանում Չելախին չեն կալ մասնի դեպք չէ։ Ստիսինը պատրաստել է Դակոտը բազա պոզիցիա կոկես սուկեն վերցրեց տարավ։ Անցած տարիների շետենը փռին ու թողին գնացին, մնաց։ Երևի սպասում են այս ընտրությունների։ Ամենակարևորը միասնական լինենք Ժամը 7-ից հետո ոչ մի ժողովուրդ հրշանավսեցի Չէ, միասնական լինենք, որ մեր պայքարը տեղ հասցնենք Ես էլ ձեր հետ Ես ձեր մի մասն եմ որ ամենի չլի մենք էլ ենք հավցքում մեզի, որ չլի էլ նորից Հայաստան Ես ասեմ, ծաղից հավը տանեմ 92 թվին Շուշիի պատերազմի մասնակցել եմ, եկել եմ, ինչ այ։ Բայց ոնց ես ասեմ, ցավը տանեմ դրան սանի մալադեց Էլի թո իրաս ցավը տանեմ, թո մալադեցելի թո ապրեն իրան։ Որ չկա, ինչ անեմ արա։ Ճիշտն ասամ, յուրիշ բաներ մի ասամ Իշտենը մեզ ինչ քո հալի համար խոսան Հալդ ոնց է Այդ քո հալի խոսան ասա Սենց հենց Հետո մեզ գիշերը լույս չկա, ասվալ չկա, բան չկա Դրա համար խոսան Հեմի պարոն Մարգարյանը կլնով կլնի Դոսեղ սարկեն, կառավարությունը թողանի Որ ոչ Ժողորդը գելավ Ես իմ պատուկյան մեջ Մալիտ եմ բանեմ Ցավը տանեմ կառավարության, ինչ կառավարություն
Էսի ճանապարհ է, էսի։ Բայց դի ճանապարհ քորքոր է դասել ճանապարհ։ Է դասել մեր ջարդությունը։ Այս ընդհանրապես այս խոսակցությունը ուրեմն տրամադրվելու այն լրատվական միջոցին, ով որ կոռուպացված չի, այսինքն ինչ որ քաղաքականացված չի, այդ լրատվական միջոցն է հրապարակել։ Ես ինքս էլ գիտեմ։ Ասֆալտի համար ստեղոտից վերջ է։ Էսա գրել է։ Ավելի լավ, տանք մի անգամից մի անգամ գոլե շատ ավել կողոնակված գրել է։ Թողնարդա միջև բազերից էլ վիսակի շակա։ Դե ասֆալտի տեղ են դրել, հոտի խելրում է գա։ Ավելի ինես։ Կորած մայլա, որ տաքսի ենք զանգում, ստեղից առաջ չի կարլիս տաքսի։ Թախքի մտնի։ Քարտեզի մեջ բաց կա։ Եթե ենք ուսումներ այեղնում, մեզ հիշում են, գալիս են են կոմերը, ամենաշատ ձայնը մեր կոմից է հավաքում, ամենաշատը։ Որ քաղաքապետը, որ թաղապետը, որ նախագահն եկավ, ասես կասֆալտենք, ես կանենք, ինք կանենք, բայց ոչ ոք չեն։ 77 թվին եկել են, մեկ տարին ասֆալտել են այդ թաղը։ Ոչ մի բան չեն։ 6-րդ փողոցը գալիս են կես ասֆալտում են, էյան մարդիկ են մեռած չկա։ Ոչ խոստումներ, ոչ խոստումներ, անենք են անում։
փուղարի 31-ին 11 թվի վիավոր ազատամարտիկ 40 կլրացավ ես դիմում տարա թաղապետարան շիրմաքարը սարքելու համար իրանք 10 օր հետո պատասխան ուղարկեցին թաղապետարան մի ամիս տարանբերին հետո ասին էլ ռատը քաշի ոչ մի բան չարեցին բայց ես դիմը գրել էի անձամբ իրան ոչ թե Ում մաման ես ես հովիտի մաման եմ Մենք էլ մեր տները սեփականացման համար 8-9 թվից դիմում ենք Հովանեսը սևոն Մեկա ոչ տուն են տալու ոչ մի բան գոնե սեփականացնեն տան մեջ ապրենք էլի մի հողի վրա էլի մարդ կա մուծումները արել ենք ամեն ինչ արել ենք ու նրա համար մերժվել ենք Հիմա այդ հարցի համար հիմա չնայած ես քանի օրը Հարևանի հետ դիմում ենք գրեթե տեսնենք ինչ պատասխան Անցած ընտրություններին է, որ էլի Սերժևն ընտրվեց, գնացի Սաղյան մեջը չի իմաննա ասկարմը գրի քրի, իմաննա ասկարմը գրի Նախագան ժողվա Տան հարցով քարսով է զբաղվում, ճիշտ է տան հարցերով 93 թվից իմ քունը բազարը գահում ոչ գիրքով վարվել է էտնցել մնացել, չեն կրտակել, երեխիներ գել են թապարական դրներ, ոչ տուն կա, ոչ տակա ապրելու Մենակ ես գոյություն մի կը պաշտպանումը վարձերի փողնել չեն կարա տան Ինչ է լավ տալ, ֆոնդ չկա, ֆոնդերի դեպքում առանջետին քեզ են կապով Կամիսա կանչեցին, քաղաքով դիսել, ռայսով դիսել եկան, ինչև ասմա բան չանեք, ասմա ֆոնդ չի բացվի Դեվարը դու ունենամ նա կտուն կսարգեմ, էլ խիպտի տամ կեր, դեսնես, բեր ինչ է լավ տալ Ոչ տուն կա, ոչ տեղ կա, երեխեկան, եկել են թապորնական դեր սրանա, վարձով վարձել չեն կարա պատել Հենա, թոգա Kapını, sarsan kapını. Ana geldi sağırısı. Şiş ban çıkardı şanı geldi. Özgür kavuştum da sağ var. Son tarihe de bir çakır bana atar.
Բարև ձեզ բարիով Շինգավիթ վարչական շրջանի դարգերի բնակիչներ, սիրելի երևանցիներ, համակարգացիներ։ Տրամադրությունը կարծում եմ որ լավ է, այո։ Շնորհակալություն։ Խնդրեմ ձեր ուշադրությունը։ Ես խնդրեմ որ արդեն մենք կամաց հավաքվենք դեպի կենտրոն։ Կողքերի կանգնած մեր բնակիչներին այն խնդրանքս առաջին ուղղված ինձանից աջ եւ ձախ թևերում կանգնած քիչ անց մեզ կմոտենա Երևանի քաղաքապետի թեկնածու գործող քաղաքապետ Տարոն Մարգարյանը եւ վստահեցնեմ ձեզ, որ ձեր ընդունելությունը, ձեր ջերմությունը ողջ քարոզարշավի ընթացքում մեզ ուղեկցելու է։ Երևանի ավականու եւ քաղաքապետի ընտրությունների 5-րդ օրն է եւ այսօր հանդիպումը ձեզ հետ է Շենգավիթ վարչական շրջանի բնակիչների հետ։ Ձեզ մաղթում եմ ամենայն բարիք, նախապես հայտնում շնորհակալություն ձեր հավատքի համար, ձեր միասնության համար, շնորհակալություն։ Ես խնդրեմ կամաց նորից հավաքվենք թևերում աջ եւ ձախ թևերում կանգնածների համար, խնդրանք իրենց է ուղղված, քիչ ուշ րոպեներ անց քաղաքապետի թեկնածուն կմոտենա մեզ, շնորհակալություն։ Այրասերով քաղաքի
կրկին հղում եմ իմ ողջույնները ձեզ, Շենգավիթ վարչական համայնքի բնակիչներ, եւ կրկին հղում եմ իմ խնդրանքս բոլորիդ։ Ես խնդրեմ աչև ձախ թևերում կանգնած բնակիչներն ավելի կենտրոնանան եւ խնդրեմ ձայնը մի քիչ բարձրացրեք ձայնը, հնչյունային օպերատ։ Ձայնս վերջում լսվում է, բառերը ընկալելի են։ Մեզ միացավ Երևանի քաղաքապետի թեկնածու, Երևանի գործող քաղաքապետ Տարոն Մարգարյանը։ Շենգավիթ վարչական շրջանի հարգելի բնակիչներ, սիրելի երևանցիներ, համակարգացիներ, Երևանի ավականու եւ քաղաքապետի ընտրությունների քարոզարշավի հերթական օրն է եւ այսօր հանդիպումը ձեզ հետ է։ Եվ վստահեցնեմ, որ ձեր ընդունելությունը եւ ջերմությունը ողջ քարոզարշավի ընթացքում ուղեկցելու է մեզ։ Ձեզ բոլորիդ բարի եւ բարձր տրամադրություն եւ վարքյան չկորցնելով ուզում եմ խոսքը փոխանցել ելույթի համար Երևանի քաղաքապետի թեկնածու գործող քաղաքապետ Տարոն Մարգարյան։ Սիրելի երևանցիներ, Շենգավիթ վարչական շրջանի սիրելի բնակիչներ, 4 տարի առաջ ձեր վստահությամբ մեր թիմը ստանձնեց Երևան քաղաքի տնտեսության կառավարմանը։ Այս 4 տարիների ընթացքում թիմը օր ու գիշեր աշխատանքով, սրտացավ աշխատանքով փորձեց այն խնդիրները լուծել, որը ծրագրել էինք 4 տարի առաջ։ Դա չի նշանակում, որ դեռ չկան խնդիրներ։ Դա չի նշանակում, որ դեռ չկան անելիքներ։ Այո, կան բազում խնդիրներ, բայց բազում խնդիրների լուծումներ են տրվել։ Բազում ծրագրերի իրականացում է իրականացվել Երևան քաղաքում, Շենգավիթ վարչական շրջանում եւ բազում ծրագրերի հիմք է դրել, որը շարունակական բնույթ ունի, որը դեռ անելիքներ կան։ Մենք եկել ենք թիմով այստեղ հաշվետու լինելու մեր քաղաքացիների, մեր բնակիչների առջև, հաշվետու լինելու արած կատարածի համար եւ նոր ծրագրեր ներկայացնելու մեր քաղաքացիներին։ Այս 4 տարիների ընթացքում շփվելով մեր բնակիչների հետ շատ բազում խնդիրներ ենք բացահայտել։ Բացահայտել ենք այն խնդիրները, որը մեր երևանցիների համար առաջնահերթ են։ Մեր երևանցին օր առաջ ուզում է տեսնի այդ խնդիրները լուծված։ Եվ մեր նոր ծրագրերում ներառել ենք այդ բոլոր խնդիրները։ Եվ վստահ ենք, մեր բոլորի աշխատանքի շնորհիվ, փորձառու թիմի շնորհիվ, սրտացավ թիմի շնորհիվ, մեր քաղաքացիների վստահության շնորհիվ, նախաձեռնության մենք կարող ենք ունենալ ավելի լավ Երևան։ Ավելի լավ Երևան ունենալու համար պետք է ունենանք ավելի լավ բակ, պետք է ունենանք ավելի լավ թաղամաս, պետք է ունենանք ավելի լավ վարչական շրջան։ Բոլոր բակերը ինձ համար հոգեհարազատ են, բոլոր թաղամասերը ինձ համար հոգեհարազատ են, բոլոր վարչական շրջանները ինձ համար հոգեհարազատ են եւ վստահ ենք, Երևանը կարող ենք համաչափ զարգացնել։ Համաչափ զարգացնելու համար անհրաժեշտ են բոլոր ներդրումային ծրագրերը ուղղել ծայրամաս վարչական շրջաններին։ Բոլոր այն խնդիրները ծայրամաս վարչական շրջաններում, որ 20 տարվա կուտակված խնդիրներ կան, լուծումներ տրվեն։ Եվ քայլ առ քայլ այդ լուծումները լինելու են։ Քայլ առ քայլ կարողանալու ենք հասնել նրան, որ Շենգավիթին ունենա իր կենտրոնը, իր մշակույթի տունը, իր արվեստի դպրոցը, իր այգիները, որ կարողանա իր հանգիստը անցկացնել
այդ տարածքներում։ Այո, մենք ունենք բազում խնդիրներ Շենգավիթում, սեփական հատվածում, մենք ունենք հողերի վերականգնման խնդիրներ, որը տարիներ շարունակ, տասնյակ տարիներ շարունակ մեր քաղաքացիների կողմից մշակվել են։ Մենք այդ ուղղությամբ քայլեր ենք ձեռնարկել, այդ ուղղությամբ աշխատում են աշխատանքային խմբեր, եւ մեր քաղաքացիներին պետք է ներգրավենք այդ աշխատանքային խմբերին, որ կարողանանք վերջնականապես լուծում տանք մեր երևանցիների, այն շենգավիցիների խնդիրը, որը բազում տասնյակ տարիներ չի լուծվել։ Եվ վստահ ենք, մենք միասին այդ խնդիրները հնարավորություն ունենք լուծելու։ Մենք ունենք ոռոգման ցանցի խնդիր, ընդլայնման խնդիր, որը Շենգավիթ վարչական շրջանում դառել է օրակարգային հարց։ Մենք ունենք շենքերի, բազմաբնականան շենքերի պահպանման խնդիր, վերելակների խնդիր, տանիքների, շքամուտքերի, փողոցային լուսավորության, ասֆալտապատման, կանաչապատման, այս խնդիրները ամբողջությամբ այս 4 տարիների ընթացքում ձեզ հետ շփվելով կարողացել ենք բացահայտել, ավելի տիրապետել, թե ինչ խնդիրներ կան, եւ մեր երևանցին առաջնահերթ ինչ է ուզում տեսնել իր քաղաքում, իր բակում, իր թաղամասում։ Եվ մեր նոր ծրագրերով հանդես են գալիս այն խնդիրները լուծելու, որը ուզում է երևանցին, որը ուզում են մի օր շուտ տեսնել երևանցին։ Եվ վստահ ենք, միասին դա կտեսնենք, միասին կունենանք ավելի լավ Երևան։ Մեր առջև օրակարգային խնդիր է կրթական ոլորտը։ Երևան քաղաքը մեր երկրի կրթական կենտրոնն է։ Հազարավոր, հարյուրահազարավոր երիտասարդներ, երեխաներ իրենց ճակատագիրն են կերտում Երևան քաղաքի կրթական օջախներում։ Եվ մենք այս տարիների ընթացքում բոլոր դպրոցների ջեռուցման խնդիրը լուծեցինք։ Բոլոր մանկապարտեզների ջեռուցման խնդիրը լուծեցինք։ 30,000 երեխա անվճար հաճախում է մանկապարտեզ։ Եվ այս ծրագիրը լինելու է շարունակական։ Մեր ուշադրության կենտրոնում են լինելու մեր բոլոր կրթական օջախները։ Մենք ստեղծելու ենք այն բոլոր հարմարավետ պայմանները մեր երեխաների համար, մեր ուսանողների համար, մեր երիտասարդների համար, որ կարողանանք ավելի լավ կրթություն մատուցել։ Եվ վստահ ենք, որ այն կրթությունը, որը պետք է մատուցվի մեր երեխաներին, մեր ապագային, որ կարողանանք հանձնել այնպիսի Երևան, որ մեր ապագան կարողանա դա շարունակել։ Ես եւ թիմը եկել ենք այստեղ խնդրելու ձեր քվեն, խնդրելու ձեր վստահությունը։ Միայն վստահության արդյունքում մենք կկարողանանք այս բոլոր ծրագրերը կյանքի կոչել։ Եվ վստահ եմ, երևանցին ընտրելու է աշխատանքը, ընտրելու է իր տեսածը, որ այս տարիների ընթացքում թիմը սրտացավ աշխատանքով կարողացել է իրականացնել։ Եվ սա այս ամենը խոստումներ չեն, այս ամենը իրատեսական է, ծրագիր է։ Եվ վստահ ենք, որ ձեզ հետ միասին կարող ենք սա կյանքի կոչել, կարող ենք ունենալ ավելի լավ Երևան։ Շնորհակալություն։ Շարունակելով ելույթները ես սիրով այս պահին ուզում եմ խոսքը փոխանցել Երևանի գործող ավականու անդամ Մարիամ Ղազարյանին։ Բարև ձեզ սիրելի շնգավիցիներ։ Ես շատ ուրախ եմ, որ այսօր այստեղ եմ ձեր կողքին, չնայած երբեք էլ հեռու չեմ եղել, ես ինքս այս թաղամասերից եմ։ Ուրախ եմ այնքանով, որ կարող եմ բաց ճակատով այսօր կանգնել ձեր առաջ։ Բաց ճակատով այն առումով, որ դեռևս 4 տարի առաջ, երբ դուք ձեր ձայնը տվեցիք մեր օգտին եւ մենք իրավունք ստացանք աշխատելու ձեզ համար, ծառայելու ձեզ, կարողացանք անել այն գործերը, որոնք այսօր ձեր աչքի առաջ են, որոնք դուք տեսել եք։ Ճիշտ է, նաև կան գործեր, որոնք չենք արել, բայց դա նրանից չէ, որ չենք ցանկացել, պարզապես ժամանակը մեզ չի բավականացրել։ Շնորհակալ եմ։ Սիրելի շնգավիցիներ, իրոք գործերը շատ են, եւ շատ գործեր կան, որոնք դեռ պետք է անենք։
Ես գիտեմ, բոլորիդ համար նորություն չէ, շատ շատերը կգան կասեն, մենք սա ենք անելու, մենք նա ենք անելու, բայց կարծում եմ, որ ավելի ճիշտ է այն է, ինչ մարդը տեսնում է իր սեփական աչքերով։ Կա այսպիսի մի ռուսական ասացվածք, Մոսկվա не сразу строится.